Այն արջի օրա պատասխանեց հեռախոսին, բայց այսօր մանի չի պատասխանը։ Ուղարկում են 3 տեղ էլ գնացել եմ, օրեն 15,000 դրամ ծախսում եմ, ավտոյով ֆռում եմ։ Ոչ մի բան չկա օգուտ։ Ոչ մի բան էլ չեն ասում, ասում են ես ամսի 1-ից դե պիտի փողը տային, բայց չէ տալիս։ Ինչը փագա, ով պիտի տա։ Ասում ենք, որ մեր փողերը հետ կտան էլի։ Մարդիկ փակ դռների առաջ սպասելուց եւ պատասխան չստանալուց հետո շարժվեցին դեպի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ թողնելով իրենց դիմումը երթը շարունակեցին դեպի նախագահական նստավայր։ Նախապես նրանք հեռախոսազրույց էին ունեցել Արմավիա ընկերության մամլոխոսնակ Նանա Ավետիսովայի հետ, ով հայտնել էր, թե այն հաճախորդները, ովքեր տոմսերը ձեռք են բերել օնլայն տարբերակով, փոխհատուցում կստանան 14 բանկային օրվա ընթացքում։ Իսկ ես Ռուսաստանից եմ արել, այդ տոմսը որտեղ հանձնեմ։ Ռուսաստանից որտեղից եք արել, եթե դա ագենտստվա է, գնացեք դիմեք իրենց, եթե իրանք դեռ մեզ փող չեն փոխանցել, էդ էլ կկարգավորվի, եթե չեն փոխանցել, իրանք հենց պետքա ձեզ փողերը տան, եթե իրանք արդեն մեզ փողերը փոխանցել են այդ գրված տոմսերի դիմաց, ուրեմն դուք պետքա ստեղ ստանաք։ Ցուցարարների կողմից նշվեց նաև, որ ավիափոխադրող ընկերությունը չնայած ֆինանսական ծանր իրավիճակին, փետրվարին կազմակերպել է ակցիա, որի ժամանակ տոմսերը համեմատաբար ավելի մատչելի են եղել։ Միշտ Սիբիրով են եկել գնացել, այս անգամ Արմավյան առաջարկել են ակցիաներ ունի թոշակառուների համար, երեխաների համար։ Հա, 7 տոմս ա եղել, հա, իրանք էլ Արմավյայի տոմսերն են գնել։ 7 տոմս գնել են 1.300.000 դրամի։ Նախագահական նստավայրում ընդունեցին դժգոհող քաղաքացիներից 5-ին, որտեղ նրանք մնացին 30 րոպե։ Այնուհետ դուրս գալով նրանք հայտնեցին, որ գումարը չի վերադարձվելու, կհատուցվի այն ժամանակ, երբ Արմավյան կվաճառի իր գույքը։ Չի ասում չեն տա այդ գումարը, բայց թե երբ կտան, դա չգիտեն արդեն իրանք։ Ինչ որ պետք է տեխնիկա, ես մինչև ծախի, որ հատուցի մեզ, թե մի ամսից կլինի, թե 2 ամսից ինքը չի կարող ասի։ Լավ, պրեզիդենտին շատ լավ ընդունեցին, շատ բարեհամբույր ճամփուր դրեցին։ Փափուկ բարձով, до свидания։ Всё։ Նախագահի աշխատակազմից դժգոհող քաղաքացիներին պատասխանել են, որ Արմավյան մասնավոր ընկերությունը եւ փոխհատուցելու պարտավորությունը նրանցն է, սակայն հարցին, թե ինչու է սնանկության եզրին հայտնված ընկերությունը տոմսերի վաճառք իրականացրել, այն էլ ակցիաների միջոցով, այստեղ չեն կարողացել պատասխանել։ Լյուդմիլա Գարեգինյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։